կառուցական գործունեությունը գործունեության ընդհանուր կարգավորը ընդունում ձեռքբերել գործունեության մասնակցողական եւ դատավարության եւ մասնակիցների դատավարությունների ներկայացնելու մասին ցանկացած հնարավորություններ կայացան բարշրջելով, ինչպես նաեւ տեղեկություններ հաղորդել դրանց բացակայության պատճառների մասին։ Արդեն իսկ գործում մասնակցող ուշված անձանց տվյալները դատական նախնական դատական ինստիտուտների լիազորագրել են գործի նյութերում առկա են լիազորագրել գործողության ժամկետները լրացած չեն։ Սույն քաղաքացիական գործով նախորդ նախնական դատականություն քննարկել է քննարկման շարք հարցեր, ապահովում պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել, որով արտել է գործի մասնակցող անձանց եւ դատարանում ստացվել են մի շարք որոշումներ։ Նաեւ համոզություններ։ Նախորդ դատական նիստում հայցվելը բնվեցի միջնորդությունը փորձականություն նշանակելու վերաբերյալ եւ խոսքի ընթացքում խնդրեմ պարոն Երևանյան այս բայդրությամբ ներկայացված միջնորդությունը ընդունում եք։ Հարգելի դատարան, չնայած ես Հրանտ Դավոյանի հոմոսեքսուալ լինել չլինելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ հրապարակել եւ ինձ նման փաստ հայտնի չէ, այնուամենայնիվ քանի որ հայցվոր Հրանտ Դավոյանը վիճարկում է այդ հանգամանքը եւ ըստ էության գործի լուծման համար նշանակություն ունեցող այդ հանգամանքը բարձելու համար դա կարող է հաստատվել կամ հերքվել միմիայն համապատասխան փորձաքննության արդյունքում, այլ ոչ թե Հրանտ Դավոյանի բանավոր խոսքով, այդ իսկ պատճառով այո, ես պնդում եմ իմ միջնորդությունը։ Քանի որ հենց Հրանտ Դավոյանը ինքը հայտարարում է, որ ինքը հոմոսեքսուալ չի հանդիսանում, անկեղծ ասած ես տեղեկություն չունեմ հիմա ինքը հոմոսեքսուալ հանդիսանում է թե չի հանդիսանում, ես նման բան չեմ հրապարակել, որ պարզվի հիմա այդ մարդը հիմա իսկապես հանդիսանում է թե ոչ, դատաբժշկական։ Դատաբժշկական փորձականություն գտնում եք, որ դրանով հնարավոր է քաղցը բացել։ Ես խորհրդակցել եմ բազմաթիվ սեքսապաթոլոգների հետ, ինձ հավաստիացրել են, որ այո, հնարավոր է այդպիսի փորձաքննությամբ բացել։ Որտեղ նշանակի փորձաքննություն։ Դե բժշկի համն որ երևի կարծեմ հերացու անվան այդ գիտագործնական կենտրոն է կոչվում։ Կարծեմ այդտեղ են կատարում դատաբժշկական փորձաքննությունները։ Այդտեղ հանձնարարեք փորձաքննության կատարումը հանձնարարեք։ Այո։ Ինչ հարցեր եք ցանկանում, որպեսզի դատարանը փորձագետներին առաջարկի։ Եթե միջնորդությունը բավարարեք, արդեն ես հարցադրումները կներկայացնեմ գրով։ Հարցադրումները պետք է ներկայացնեք մինչև միջնորդության վերաբերյալ դատարանի որոշում կայացնելու։ Դրա համար հարցում եմ ինչ հարցեր ցանկանում, որպեսզի դատարանը փորձագետներին առաջարկի։ Երևի մի հատ հարց, քանի որ ըստ Հրանտ Դավոյանի ինքը հայտարարում է, որ ինքը հոմոսեքսուալ չի հանդիսանում, այդ հանգամանքը պարզելու համար փորձագետին հարց առաջադրեք, որ Հրանտ Լևոնի Դավոյանը հոմոսեքսուալ հանդիսանում է արդյոք թե ոչ։ Միայն այդ գործի համար դա նշանակություն ունի։ Գտնում եք, որ գործի լուծման համար դա ունի նշանակություն։ Իմ կարծիքով այո։ Ծախսելով պետք է գրի փորձաքննությանը ձեզ։ Ես որևէ գույք սեփականություն գրանցված աշխատանք չունեմ, որևէ բան հնարավոր է չի ինձնից բռնագանձել էր։ Գտնում եմ, որ պետական միջոցների հաշվին պետք է կատարվի այդ փորձաքննությունը։ Լավ,
միջնորդության ներկայացնելու ձևական բանալու պատմի հարցերը կեսից որոշում իսկ նրան դավոյանի կողմից ներկայացված այսօրինու ստեղծության վերածելու հետևյալի հերիք է զրկողություն անցուցով տեղեկություն ներկայացնում միջնորդությունը ոչ միայն որը միայն չի նշում որ փաստի դավոյանի կողմից մատնշված այլ փաստերի որի հաստատման կամ հերիքմանն է ուղղված առնվազն դա էլ պետք է նշվում կասկածման պայմաններում Ժույվ առարկայացուր մշմարտությունը խնդրում այն նշել են ովստան այս մշմարտությունները Դերական քննարկելով մշմարտությունը, այլմսելով մյուս կողմի կարծիք մշմարտության վերաբերյալ պաշտպանության հանգամանքը, որ սյունքագծական փորձով 16-10-2025 թվականին կայացված ապաստան պարտականություն աշխարհի մասին որոշման սահմանվել են այն պաստերևների ենթականացում սյունքագծական գործով եւ այնպիսի պաստ սահմանված չէ, որի ապաստման համար անհրաժեշտ է նշանակել համապատասխան փորձակնությունը, դատարանը որոշում ներկայացրած միջնորդությունը այլ նույնիսկ միջնորդությունների ապաստներ անուն երկրորդ դատարանի ներկայացումը Այո, հարգելի դատարան, ես ունեմ ապացույց ներկայացնելու, բայց նպատակահարմար եմ գտնում ինձ հանրային պաշտպանը թեթևակի ծանոթացրեց հայցվոր կողմից ներկայացրած ապացույցների ծավալին, ես հպանցիկորեն դրանց ծանոթացա, բայց այնուամենայնիվ ես հիմա պատրաստ եմ դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու։ Դիրքորոշում հայտնելու իհարկե ունեմ։ Այո, իհարկե։ Լրացուցիչ նյութեր ունեմ, նպատակահարմար եմ գտնում հայցվորի միջնորդություններին անդրադառնալուց անմիջապես հետո միայն ներկայացնել իմ մոտ առկա լրացուցիչ նյութերը։ Այս բանին չեք ունել։ Այսինքն ճիշտ հասկացա, որ այս բանին լրացուցիչ նյութերի միջնորդությունների ապացույցներ չմեջ։ Իսկ հետո կարող է զրկվել մեծ իրավունքից։ Հետո կքննարկի։ Այդ դեպքում հիմա եմ ներկայացնում։ Այո, այդ դեպքում հիմա եմ ներկայացնում։ Նախ անդրադառնամ ինչ եմ ուզում ներկայացնել, նորից հետո կներկայացնեմ։ Ուրեմն ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ ես հայտնեցի, ես հաղորդում եմ ներկայացրել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում, որտեղ նշել եմ, որ Հրանտ Դավոյանը իմ նկատմամբ կատարել է խարդախության փորձ եւ կեղծ փաստաթուղթ դատանին ներկայացնելու միջոցով նպատակ է հետապնդում հասնել այն բանին, որպեսզի ինձնից հոգուտ իրեն բռնականցվի 1.5 միլիոն դրամ։ Այդ կապակցությամբ, ինչպես արդեն նշեցի, Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Խաչատրյանի կողմից քրեական վարույթ չէր նախաձեռնվել, ես բողոքարկել էի դատարան, դատարանը ամբողջությամբ բավարարել է իմ բողոքը եւ պարտավորեցրել է քննիչին եւ Լոռու մարզի դատախազությանը Հրանտ Դավոյանի նկատմամբ խարդախության փորձի եւ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու փաստի առթիվ նախաձեռնել քրեական վարույթ։ Հիմա դատարանին եմ ներկայացնում այդ որոշման պատճենները, մեկ օրինակը հայցվորի ներկայացուցիչ եմ ներկայացնում, որոշման պատճենը, մեկ օրինակն էլ դատարանում։ Համակարգի միջոցով, որի պայմաններում դուք մասնավորապես ձեր ներկայացուցիչների սպասաներությունը ունենալու համակարգին եւ ցանկացած միջնորդությունների դատարանի պետք է ներկայացվել այդ արտադրության համակարգի միջոցով։ Հետևաբար ձեր դատարանիսում ներկայացած փաստաթղթերը դատարանը վերցնելու հնարավորություն չունի եւ գործը գցելու հնարավորություն։ Պաշտպանը չի ասել դրա մասին։ Հիմա կարող ենք ներկայացնել։ Կարող եք ուրիշ Ինչու՞ անում դուք ներկայացնել։ Ես դրա ձևը չգիտեմ, համակարգից օգտվելու կողմը չգիտեմ։ Հա, ես այսօր եմ վերել իրան ներկայացել։ Նիստից մի քանի րոպե առաջ է, ինքը մի 20 րոպե առաջ է եկել։ Հետևաբար ես չի կարող։ Այսինքն ինչ է, որ նիստից 20 րոպե առաջ ներկայացել։ Մենք սահմանել են դատարանի ապացույցներ եւ դրանք ծրագրերի միջնորդություններ ներկայացնելու հետեւյալ ժամկետը։ Միջև գործով նշանակված նախնական դատական նիստի ավարտումները տեղեկեք, որ գործը քննվում է էլեկտրոնային արտադրության համակարգի միջոցով, հետեւաբար բոլոր ապացույցների միջնորդությունները դատարանում պետք է ներկայացվեն էլեկտրոնային արտադրության համակարգի միջոցով։ Հիմա եթե ձեզ նոր հասել եք փաստաթղթերը, դա չի նշանակում,
Այո, խնդրում հայտարարեմ։ Ընթացքում եթե կարող եք ներկայացնել, եթե չեք կարող եք Փորձ եմ հարգել դատարան։ Սա համակարգչով է ներկայացվելու, ո՞նց է ներկայացվում։ Ձեր ներկայացուցիչ եք փոխակցել, ձեզ բարձրաբանի Չէ, վճռում եմ ներկայացնում փորձները։ Եվ դատավարությունների մասնակիցների դատական նիստի ներկայինների մասին ծանոթացան արդյունքի ներկայացած անձը պատժիչներով, ինչպես նաև տեղեկություններ ավարտել նրանց բացակայության պատճառների մասին։ Շատ դատանը դրամադրեց ընդմիջում 5 րոպե հայրահարեց, բայց դրամադրեց ընդմիջումը համապատասխան փաստաթղթերը տելեֆոնային արտադրության համար, սակայն արձանագրում են, որ այս պարտության ևս էլեկտրոնային արտադրության համակարգ, որը լրացուցիչ միջնակցություն ապացույց ներմուծված չէ։ Հարգելի դատարան, քանի որ համակարգիչնից մոտ չի կոտրվում եւ այսօր դատական նիստից ընդամենը րոպեներ առաջ է Էրիկ Եղինյանը իր կողմից նշված որոշումը ներկայացրել եւ հեռախոսով վերբեռնելու հնարավորություն չունեմ, ուստի դատարան խնդրում եմ սույն ապացույցը ներկայացնելու ավելի երկար ժամկետ սահմանել, գոնե այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտ։ Խնդրեմ պատասխանատու ներկայացուցիչ Դատանի հայցողություն պարուլետում, ես հայցել եմ ներկայացուցիչին։ Դատանի հայցողություն։ Ես էլ թույլ տակ, ես էլ դիքորոշում հայտնեմ։ Հարգելի դատարան, այս որոշումը, որը ցանկանում եմ ձեզ ներկայացնել, դատավոր Տարոն Թադևոսյանի աշխատակազմի կողմից ինձ ուղարկվել է հայ փոստով, որը ես ստացել եմ 3, հետևաբար շատ ավելի վաղ չէի կարող այս որոշումը տրամադրել հանրային պաշտպանին եւ անկեղծ ասած ես երբևիցե նախկինում չեմ էլ առնչվել էլեկտրոնային արդարադատությանը, ես փաստաբան չեմ հանդիսանում եւ բնականական բաներ, որոնց մասին ես տեղեկացված չեմ, ես առաջ անգամ եմ իմանում, որ դատարան ներկայացվող փաստաթղթերը ես այլևս չեմ կարող արձառան ներկայացնել դատարանին, հակառակ դեպքում ես ավելի շուտ ես միջոցներ ձեռնարկած կլինեի, որ սա դատարանին հասանելի լիներ։ Եվ քանի որ հանրային պաշտպանը հիմա չարչարվեց եւ չկարողացավ իր բջջային հեռախոսի միջոցով այս որոշումը էլեկտրոնային տարբերակով ներկայացնել դատարանին, եւ դա պետք է դատարանի ներկայացվի միայն համակարգչի միջոցով, այդ իսկ պատճառով ես էլ եմ դատարանին խնդրում, որ քանի որ այս որոշումը գործի համար ունի էական նշանակություն, խնդրում եմ թույլատրել, որպեսզի այս ապացույցը հանրային պաշտպանը իր համակարգչով այսօր ձեզ ներկայացնի մինչև աշխատանքային ժամի ավարտը, այսինքն մինչև ժամը 18:00 ընկած ժամանակահատվածում։ Մյուս կողմը չարարդիքի միջնորդության վերաբերյալ դատարանը ևս արձանագրում է, որ էլեկտրոնային արտադրության համակարգը երկում այս ընթացքում մի փոքր խափանումներով երկարատև ներբեռնում փաստաթղթերը, համահասկում փաստաթղթերը, որը կարող է իսկապես խնդիր ստեղծել համապատասխան փաստաթղթերը էլեկտրոնային արտադրության համակարգի ներբեռնումների առումով, չնայած այդ փաստաթղթերը հաստատված չի համարում, ընդհանրապես հնարավոր է, որ նաև դժվար լինի ներդառնելը։ Ոստի որոշումը միջնակցությունը պահպանվել եւ քաղաքացիական գործով պատասխանատու կողմին հնարավորություն տալ մինչև այսօր աշխատանքային օրվա ավարտը հաշվի լրացուցիչի միջնակցություններ ապացուցել դատարանի ներկայացնելու դրանք էլեկտրոնային արտադրության համակարգի միջոցով ներդառնել համակարգ։ Նաև պատասխանատու համար դատարանը բարձրանում է, որ կարող եք դատարանի միջնակցություն ներկայացնել ձեզ հասանելիություն տրամադրելու համար էլեկտրոնային արտադրության համակարգում, որի պարագայում դուք ինքներդ ունենաք հասանելիություն էլեկտրոնային արտադրության համակարգին, կարողանաք հետևել եւ գործի ընթացքի եւ ներկայացնող փաստաթղթերին, եւ եթե ունեք դուք փաստաթղթերի միջնակցություններ ապացույցներ ներկայացնելու, դրանք արդեն ինքնուրույն կարողանաք ներկայացնել համապատասխան համակարգի միջոցով։ Շատ լավ, խնդրեմ անցնենք պատասխանող հայցող կողմի ապացույցների ներկայացման։ Արժեզատան 19 գործով ապացուցան ենթակա փաստերը դատարանը
թվականին պատասխանող Էրիկե Քիմյանը Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում համոզկալով Էրիկե Քիմյանը օգտատերոջ անվան դարձել է հարցադրումում նշված հաշվի կողմից իրան վերաբերող արտահայտությունները, արտահայտությունները պահպանական փաստաթղթերը որոնցին գործող հաշվի պատի արժանապատվությունը բարելավելը, պատասխան նշված արտահայտությունները կատարելու հետապնդվել է հաշվի պատի արժանապատվությունը բարելավելու նպատակ վերահսկողությունները կատարվել են հրապարակային ձևով։ Արգել դատարան ներկայացրին մի քանի միջնորդություն, ապացույցների դեպքում ուղղված միջնորդությունները առաջին ապացույցը վերաբերում է մասնավորապես վերոնշյալ փաստի հաստատման համար դատարանին խնդրում ենք առաջարկել Էրիկ Իգրի Եվրենյանին տարածությունը վկայությունների համար քաղաքացիական դատավորության օրենսգրքով սահմանված կարգով օգտվելով քաղաքացիական դատավորության օրենսգրքի 70 պրոտոկոլից, որը նաև պատասխանատուն հնարավորություն է տալիս հրաժարվել ցուցմունք տալուց Չենք նաև ցանկանում փոխեցի վերջինս ցուցմունք տալ, քանի որ Ֆրանսը ցուցմունք տալուց առաջ տեղեկացում ասում ցուցմունք տալու համար որ հասնա պատասխանատվության մասին այդ ժամանակ զգալվում է որ որոշնից ցուցմունքները ենթադրել պետք է ողջունական լինեն արժանավորության տարը ավելի պետք է բացինա կան համաստրա վարչության պայմաններում խոսում ճիշտ լինի նման պայմաններում արձակումներ Էրիկեյանի ովին պետք է որոշի հարցով թե ոչ, միևնույն ժամանակ արգել դատարան խնդրում են ցուցմունք տալու համար դատարան հրավիրել Էլի վկա հրավիրել որ տրամադրի ասում։ Խնդրեմ պատասխանող կողմը ձեր կարծիքը միջնորդության վերաբերյալ։ Խոսքը ափաստին Արգելի դատարան նախ խնդրեմ ինձ համար պարզաբանեք ենթադրենք, եթե հիպոթետիկ կերպով ենթադրենք ես հրաժարվեմ որպես վկացուցմունք տալուց դա իմ կողմից կարող է արդյոք իրավական անբարենպաստ հետևանքներ առաջացնել, թե ոչ նկատի ունեմ կարող է արդյոք դիտվել վկայի կողմից ցուցմունք տալուց հրաժարվել եւ կարող է արդյոք հանգեցնել քրեական պատասխանատվության, թե ոչ ցուցմունք տալուց հրաժարվելով մասնավորապես։ Դա խնդրում եմ պարզաբանեք, որից հետո ես կորոշեմ։ Ինչ վերաբերում է բացասական հետևանքներին, որոնք նախատեսված են քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջացան դատանը գործի մասնակցող անձի միջնորդությամբ կարող է առաջարկել, որ գործի մասնակցող այլ անձը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող եւ ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ վկայությունների համար օրենսգրքով սահմանված ինչ միջնորդություն եւ այսօրվան դատարանի ներկայացուցիչ նույն օրենսգրքի 72 հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե որպես հանդես եւ գործի մասնակցող անձը հրաժարվում է խուսափում է ցուցմունք տալուց կամ գործի մասնակցող անձի հարցի պատասխանելու, ապա առաջացան դատարանը գործի մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր հաստատությամբ կարող է անհիմն համարել գործի մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափել ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակային փաստերը, որոնց վերաբերյալ գործի մասնակցող անձը հրաժարվում է խուսափում է ցուցմունք կամ պատասխան տալուց համարել է փաստացված։ Սա է քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված անբարենպաստ հետևանքներն են կողմի համար, ով որ հրաժարվում է ցուցմունք տալու դատարանի առաջարկից։ Խնդրեմ ձեր կարծիքը միջնորդության վերաբերյալ։ Այսինքն հիմա դատարանն արդեն առաջարկում որ ցուցմունք տան, թե հայցվորն առաջարկում։ Դուք հայցվորը միջնորդել եք գործի դատարանը ձեզ առաջարկի, որպեսզի վկայի կանոններով ցուցմունք տակ ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ ձեր կարծիքը հայտնեք եւ միջնորդության։ Լավ, հասկացա։ Հարգելի դատարան, նախորդ դատական նիստի ժամանակ ես ապացուցման ենթակա փաստերի կապակցությամբ հանգամանորեն շարադրեցի իմ փաստարկները, իմ դիրքորոշումները, իմ դիտարկումները, որոնք ամբողջությամբ արտացոլված են իմ կողմից դատարանի ներկայացված հայցադիմումի պատասխանում, ընդ որում հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ես նախորդ դատական նիստի ժամանակ ամբողջությամբ պատասխանեցի հայցվորի ներկայացուցչի կողմից ինձ ուղղված բոլոր հարցադրումներին եւ չեղավ որևէ հարցադրում, որին ես խուսափեմ պատասխանելուց, ըստ էության ես արդեն իսկ կատարել եմ այն ակնկալվող գործողությունները, որը որ պետք է կատարեի ցուցմունք տալու ժամանակ,
Այս պահի դրությամբ արդեն իսկ այդ բոլոր գործողությունները կատարված են հայցքորի ներկայացուցչի կողմից ինձ ուղղված որևէ հարցադրման ես ամենևին էլ չեմ խուսափել պատասխանելուց, ամբողջությամբ պատասխանել եմ ինձ ուղղված բոլոր հարցադրումներին, ըստ էության եթե նույնիսկ որոշեմ էլ որպես վկա ցուցմունք տալ, պետք է հայտարարեմ այն ամենը, ինչ որ նշել եմ իմ հայցադիմումի պատասխանի մեջ։ Դրանից զատ այլ ավելացնելու ոչինչ չունեմ, հետևաբար այս արկա պայմաններում իմաստազուրկ է, որ նույն դատավարական գործողությունը կրկնակի անգամ կատարվի։ Այո, դա թույլատրել է դատարանը նախորդ դատականիստում, ոչ, ձայնագրություն։ Այդ հարցը քննարկել են, դրա համար եւս մեկ անգամ տեղեկ չպահեցի դատարանին։ Ոչ, տեսաձայնագրություն չի, միայն ձայնագրում է դատական նիստը։ Եթե դուք դա ցուցմունք կա, ապացուցման ենթական փաստերի վերաբերյալ, դուք պետք է նախ ազգուշացվեք ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, նոր հետո տալ ցուցմունքներ։ Դուք նշում եք, որ արդեն բոլոր հարցերին հայցվորի պատասխանել եք, բայց հայցվորը չի ասում, ընդհանրապես հարցերից պատասխանելով, ասում են նախ ազգուշացրեք վկայի կանոններով կողմին սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, եւ թողնքը դրանից հետո այն փաստի վերաբերյալ արդյոք այն էջը, որով համապատասխան հրապարակումները կատարվել են եւ որի ապացուցում պարտականություն դատանվեց հայցվորի հրապարակացուցի, որ դուք եք արել եք ձեր կողմից են համապատասխան դիարումներ այդ էջին կատարել, թող այդ փաստի վերաբերյալ ասում են ցուցմունքներ տա վկայի կանոններով, այսինքն նախազգուշացնելով ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Հիմա դուք դրա դեմ առաջում եք Հարգելի դատան, իհարկե առարկում եմ, քանի որ նորից եմ նշում, ավելացնելու ոչինչ չունեմ, այն ինչ որ ես իմ հայցադիմումի պատասխանում նշել եմ, նույնը, եթե նույնիսկ որոշեմ էլ որպես վկա ցուցմունք տամ, այդ նույն բաներն եմ ասելու եւ իմաստազուրկ եմ համարում նույն դատավարական գործողությունը կրկնակի անգամ կատարել։ Այդ հիմքով ես չեմ ցանկանում որպես վկա ցուցմունք տալ։ Միանում եմ հարգելի դատան։ Նաև դատանը արդեն սպասավորեց ցուցմունք տալուց հրաժարվելով անկուսակելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատարանության 72 բացի 7 մասով սահմանված բացասական հետևանքների մասին պատասխանող կողմի համար։ Հարգելի դատան, թույլ կտաք մի հայտարարություն անել դրա հետ կապված։ Ես ուզում եմ նաև հստակեցնեք, որպես վկա ցուցմունք տալը որ փուլում պետք է կատարածվի, եթե ես որոշեմ ցուցմունք տալ։ Այսինքն մինչև դատանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, միգուցե հետագայում փոխել են դիրքորոշումը։ Այսինքն հիմա դեռ նախնական դատական նիստն ենք, երբ որ թևակող ենք դատաքննության փուլ, միգուցե ես փոխեմ իմ դիրքորոշումը, շատ հնարավոր է։ Եղավ, շատ բարի։ Կարշանել եք մասով ասում հարգելի դատան, ես նա նշանակել եմ ապացույց ապահովել, այսինքն վերջինիս լսել նախնական դատականիստերի ընթացքում մինչև մյուս ապացույցները փաստերի հաստատման համար որպես ուղղակի հրավիրել նաև Նատալի Սուրենի Քրմոյանին եւ Մարիա Պոլիկի Ջիլավյանին, ասելով նրանց ցուցմունք տալ որպես կոտրած փաստերի վրա։ Ինչի մասով Ասում հարգելի դատան, այո, փաստերի մասով այնքանով որներ տեղեկությունները վերջինս նամակագրություն են ունեցել այդ էջի հետ, Էրիկ Եվգենյան շախմատիստ եւ լրացնական կարող վերջինս ուղղակի չէ։
բացառել են հանդիմանքը, որ իրենց տեղեկություններով հենց նույնոցով պատասխանատն է վարել տվյալ։ Խնդրեմ ձեր կարծիքը միջնորդության վերաբերյալ։ Հիմա այսա կասեմ։ Ուրեմն հարգելի դատարան, նախ ասեմ, որ շատ հնարավոր է, իսկապես չգիտեմ, ես երբևիցե չեմ տեսել, բայց հնարավոր է եղած է լինի նման վերնագրով ակաունտ Facebook-յան մեջ, այսինքն Էրիկ Եղինյան շախմատից վերնագրով Facebook-յան մեջ հնարավոր է եղած լինի կամ միգուցե ներկայումս էլ պահպանվելիս լինի, չգիտեմ։ Հիմա կոնկրետ այս անձին Մարիամ Ջիլավյանին եւ մյուս անձին դատարան հրավիրենք զուտ նրա համար, որպեսզի այդ անձը հաստատի, որ այո, իսկապես եղել է կամ միգուցե ներկայումս նույնպես գոյություն ունի Էրիկ Եղինյան շախմատից վերնագրով Facebook-յան էջ, ապա դրանով ամենևին էլ չի կարող հաստատվել այն հանգամանքը, որ կոնկրետ Էրիկ Իգորի Եղինյանից կողմից Հրանտ Դավոյանի վերաբերյալ որևէ զրպարտություն համարվող տեղեկություններ են հրապարակվել Facebook-յան էջով։ Հետևաբար նաև այդ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում իմաստազուրկ է այս անձանց որպես վկա դատարան հրավիրելը, քանի որ գործի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք ոչ կարող է հաստատվել, ոչ էլ կարող է հերքվել։ Նաև դատարանին տեղեկացնում է, որ կոնկրետ Մարիամ Ջիլավյանը հանդիսանում է Հրանտ Դավոյանի մտերիմ անձնավորություն, որի մասին է վկայում նաև Հրանտ Դավոյանի Facebook-յան էջում տեղադրված տեսանյութերում այս Մարիամ Ջիլավյան օգտատիրոջ կողմից կատարված կոմենտները, մեկնաբանությունները, նրանք, այսինքն Մարիամ Ջիլավյանը եւ Հրանտ Դավոյանը միմյանց հետ գտնվում են բավականին մտերիմ հարաբերությունների մեջ, կապված կենքանիների հետ կապված ինչ-որ հարցեր կազմակերպելու հետ կապված, հետեւաբար տրամաբանական է, որ Մարիամ Ջիլավյանը դատարանում պետք է տա Հրանտ Դավոյանի օգտին ցուցմունք։ Ուստի նաև այդ նկատառումներից ելնելով իմաստազուրկ եմ համարում այս անձանց որպես վկա դատարան հրավիրելը, քանի որ նորից եմ կրկնում, որևէ հայցվորի ներկայացուցչի կողմից որևէ ողջամիտ փաստարկ չվկայակոչվեց առայն, թե կոնկրետ գործի համար էական նշանակություն ունեցող կոնկրետ ինչպիսի հանգամանք պարզելու համար է անհրաժեշտ այս անձանց որպես վկա դատարանում հարցաքննելը, զուտ միայն վկայակոչվեց այն, որ այս անձինք նամակագրություն են վարել Էրիկ Եղինյան շախմատիստ էջի օգտատիրոջ հետ, որով ես ամենևին չեմ բացառում, հնարավոր է իսկապես նամակագրություն վարված լինի։ Քանի որ նորից եմ կրկնում, հնարավոր է իսկապես այդ Էրիկ Եղինյան շախմատիստ վերնագրով էջը նախկինում գոյություն ունեցած լինի կամ ներկայումս նույնպես գոյություն ունենա, այստեղ հարցը կայանում է նրանում, թե ուր է ապացույցը, որ այդ ենթադրյալ Էրիկ Եղինյան շախմատիստ Facebook-յան էջը օգտագործվել է հենց Էրիկ Իգորի Եղինյանից կողմից։ Կոնկրետ այդ հանգամանքը պարզելու համար հայցվորի ներկայացուցչի կողմից որևէ էական փաստարկ չմատնանշվեց։ Ոստի նաև այդ հիմքով դատարանին միջնորդում եմ այս որպես վկա Մարիամ Ջիլավյանին եւ մյուս անձին դատարան հրավիրել եւ հարցաքննելը մերժել ակնհայտ անհիմն եւ առարկայազուրկ լինելու հիմքով։ Յանում եմ հարգել դատարան։ Հայցվորին մի հարց է, այ քաղաքացիական դատավորությունը վկան կանչի վերաբերյալ միջնորդություններ կազմից պետք է նշեն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է հարցանքնի։ Հիմա որ փաստը կոնկրետ հիմնավորելու համար է կանոնում, որպեսզի դատարանը նշված անձանց մենք միջնորդության մեջ արգել դատարան նշել ենք ան, ես խնդրում եմ բուն կարգենք, բայց հատկապես այլ մասով աստեղ կարևորություն է, այսինքն ասոք այդ կարևորությունը կատարվել է որտեղ պատասխանողի կողմից, նշեցի արդեն դրա պատճառը որն է, որովհետև եթե այդ անձինք նամակագրություն են ունեցել, ասում գործող պատասխանողի հետ, ես չեմ բացառում նույնիսկ զայնային հաղորդագրություններ ունենա, ունեցած լինեն, որի օրակարգում շատ հնարավոր է, որ դրան մատնուշան ասում որ այս անձի հետ խոսակցություններ ունեցած։ Այսինքն որն է մեսենջեր հավաքվածություն դուց։ Հենց դրան այսինքն ձեզ նշված անձինք ունեն այդտեղ։ Այո, ամեն դեպքում հարցման միջոցով կասում։ Լավ դատարան քննարկումը հաշվի առնելով, որ այս վկայակոչման փաստերը, որոնց վերաբերյալ պետք է վկաները ստեղծություն տան,
Նշել է միջնորդության մեջ վկայի անունը, նաև հասցեն։ Գտնում է, որ միջնորդությունը համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունից 58 մասի և նաև 3 մասի բաղետների նկարահանման, քանի որ վկան նշում է, որ կողմը նշում է, որ նշվածախիտ ունեն դեպքերները, որոնք ենթական են ապացման գործով Իրականի սահմանած ապաստում պարտականություն հաշվի որոշման շրջանում։ Ըստի դատարանավորությունը միջնորդությունը կարգավորել Նատալի Սուրենի Քրմոնյանին և Մարիամ Գորգի Իրականին հասցնել է միջնորդության մեջ նշված է, հրավիրել Սուրեն քաղաքացիական գործով դատաքննության, որպես վկաներ ցուցում տալու համար։ Նշան, որ այդի հասցեից ինչ մեյլով է գրանցված եղել Երիկ Երեմյան շախմատի ֆեյսբուքյան օգտահաշիվը եւ այլն, այնպես տեղեկություններ իր մոտ ունի բնականաբար Facebook-ի սեփականատեր, մասնավորապես Meta Platforms Inc. ընկերությունը, որի մասով Պարագերի դատարան իմ վստահότητα հարցում է կատարել հենց այդ հարթակի միջոցով Facebook-յան, որտեղից որ նշել են, որ ցավոք հենց իրենք չեն կարող տեղեկատվություն տրամադրել, քանի որ դա կհանդիսանա այլ անձի անձնական տվյալների պաշտպանության հնարավոր խախտում, միևնույն ժամանակ իրենք իսկ նշել են, որ նման պայմաններում հենց նամակագրությունում են կցել են կարգախազ կարգով, որ նման հարցման կարող են պատասխանել մենք պետական մարմինների կողմից հարցումների բարելում այդ դատարանի, միևնույն ժամանակ հենց դատական մարմինների ներկայացնելու հնարավորության մասին խոսք է գնում նաև իրենց կայքում առկա կանոնների մասին, որը ևս մենք արտադրել կարգունել և ներկայացնել դատարանին։ Չորրորդի հաշվառման կարողացան հաշվառները, որ մենք պատմել ենք այդ հնարավորություն դիմել ենք Meta կազմակերպությանը, վերջինս հայտնել է, թե ինչու չի կարող տվյալներ ներկայացնել, որոնք որ մենք հիմա դատարանությունում ենք, պահանջել այլ անձից ապացույցներ ներկայացնել համաձայն քաղաքացիական դատավարության մասնիկի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, ցույցելով դատարանի գործի լուծման համար նշանակություն ունեցող վերոշադրելու փաստերից փաստի ապացուցման նպատակով Meta Platforms Inc.-ից պահանջել ներկայացնել տեղեկատվություն ներկայացրել հարցերի վերաբերյալ Երիկ Երեմյան շախմատիստ օգտատերով ինտերնետային պրոտոկոլի հասցեն, ֆինանսվել, այն հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցեն, որը բացվել է կամ որը կցված է եղել Երիկ Երեմյան շախմատիստ օգտատերոջ կայքեջին, իր ցանկացածն Facebook-ում գրանցելուց այդ երկու տվյալներից մեկը տալիս է։ Այն սարքի գտնվելու վայրի հասցեն, որով վերջին անգամ, ինչպես նաև հայտարարության հրապարակման օրը 25 թվականին մուտք են գործել Երիկ Երեմյան շախմատիստ օգտատերոջ կայքեջ, եւ այն հասցեն, որտեղից վերջին անգամ, ինչպես նաև հայտարարության հրապարակման օրը մուտք են գործել Երիկ Երեմյան շախմատիստ օգտատերոջ կայքեջ, այսինքն մի դեպքում սարքը մտեղ հենց հաստ։ Որտեղ եք վերցել կազմակերպության հրավերները։ Հենց Facebook-յան էջում առկա որը հանդիսանում սեփական նկատի ունեք բանը հա Facebook-յան էջում կա ինչպես նաև առկա դատարանի ներկայացրել են Facebook-յան էջում որտեղ է ներկայացված ցանկացած Facebook-յան նույնիսկ կանոնների մեջ առկա կա նշում որ մասով եք մտել որ գտել եք ես չեմ մտել բայց Facebook-յան էջում կա ինչպես նաև ցանկացած ինտերնետային հարթակում են հենց կոնկրետ իր գտնվելու վայրի հասցեն, եթե դրան վերաբերյալ հարցում ենք, ամեն դեպքում հարցումները հնարավոր է իրականացնել ըստ կանոնների Meta Platforms Inc. հարցումների համար նախատեսված հարթակի միջոցով մենք կգտածի կարող ենք դատարանի կապի միջոցով տեղեկացնել հարցման իրականացման ձևը ես անձամբ այս բանը չեմ իրապետում հարթակով հարցում իրականացնելու եղանակին։ Հարցը ոչ թե հարթակում իրականացնել, նաև Meta Platforms Inc.-ի տվյալները որ դաշտում եք մուտք գործել, որ կարողացել եք պարզել, որ ինքն է հանդիսանում համապատասխան պլատֆորմի վարող կազմակերպությունը դրա մասին։ Facebook-ում եթե բացեմ կգտնեմ հարցերը կան, բայց ըստ էության միանշանակ կա տվյալը չեմ ասի, որ դա
Երևանյան շրջանակներում համարվում է արայիկ փաստ, բայց գրեթե Որ մասում ենք միտքավորություն կարող են դա նկարել։ Սեթինգսների մեջ պետք է լինի, ես ինքս էլ եմ ասում չեմ ուտել, բայց գիտեմ, որ հենց մեթոդ ինքն վարը։ Մենք կարելի է տանց հենց սենսորը, ինքնօգնության կենտրոնում ինքնուրույն ներքևը կա մետա ապրանքային նշանը, հենց մետա առանջին անվանում է, ինչպես նաև որ հեղինակային իրավունքներով պատկանում է գրքից 2025 թվականի դրությամբ։ Որտեղ նայեցիք եք, կարող եք Ես նախորդ խոստամ ես դա Heavy Center Facebook-ի ամենաներքևում նշված է from meta և meta անվանումը և հեղինակային իրավունքներով պաշտպանությունը։ Բայց վստահ այս էջում բազմաթիվ վայրերում դրա մասին նշվում է։ Շեթը, խնդրեմ, ինձ կողմի կարծիքը միջնորդության վերաբերել։ Հարգելի դատարան առարկում է միջնորդության դեմ հետևյալ հիմնավորմամբ։ Ուրեմն ըստ էության հայցքորի ներկայացուցչի կողմից միջնորդություն ներկայացվեց որևէ ինչ-որ ենթադրյալ Էրիկ Եղինյան շախմատիստ օգտատիրոջ IP կոդեր և ինչ-որ էլեկտրոնային փոստի հասցեներ իմանալու համար, որ դատարանը միջոցներ ձեռնարկի և հարցումներ անի։ Նախ ասեմ, որ նախորդ դատական նիստի ժամանակ հայցքորի ներկայացուցիչը հենց ինքը իր ելույթում դատարանում փաստեց, որ իրենց իսկ կողմից վկայակոչված այդ Էրիկ Եղինյան շախմատիստ վերնագրով ենթադրյալ Facebook-յան էջը այլևս գոյություն չունի, ջնջված է։ Դրա մասին հենց հաստատեց հայցքորի ներկայացուցիչը ինքը։ Անձամբ Էրիկ Եղինյանից դրա այդ կապված որևէ տեղեկություններ չունեմ, քանի որ նորից եմ կրկնում, ես այդ էջի գոյության մասին որևէ տեղեկություն չունեմ։ Հետևաբար, եթե էջը արդեն իսկ ջնջված է, իմաստազուրկ է նման տեղեկատվություն պահանջել մի մարմնից, որը որ գոյություն չունի այս պահին։ Նաև նշեմ մի էական հանգամանք էլ, որ ուրեմն IP կոդեր պահանջելը դա կարգավորվում է ոչ թե քաղաքացիական դատավարությամբ, այլ քրեական դատավարությամբ։ Քաղաքացիական դատավարության շրջանակներում դատարանը որևէ իրավասություն չունի դիմի ինչ-որ պետական հատուկ ծառայություններին և անձանց IP կոդեր պահանջի կամ չգիտեմ էլեկտրոնային փոստի լոգին պարոլներ պահանջի, ասեմ, որ IP կոդ պահանջելը դրանք այսինքն տեխնիկական միջոցներով հանցագործություններ բացահայտելը դրանք կարգավորվում է քրեական դատավարության օրենսգրքով եւ դա համարվում է ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառում, նաեւ դատանի համար պարզաբանում են, որ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումը, որի շրջանակների մեջ մտնում են նաեւ IP կոդ պահանջելը, դրանք կատարվում են բացառապես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների շրջանակներում, այսինքն ենթադրենք հիպոթետիկ կերպով ենթադրենք, որ քննվում է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործության վերաբերյալ գործ, ապա նման պարագայում նույնիսկ քննիչը իրավասու չէ
ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարել, իհարկե դատարանի թույլտվությամբ, դրանք ամբողջը կատարվում է դատարանի որոշման հիման վրա, այլ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումները թույլատրվում են բացառապես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների շրջանակներում, այն էլ քրեական գործ քննվելու շրջանակներում, այսինքն քրեական վարույթի շրջանակներում դատարանը քաղաքացիական գործ քննող դատարանը որևէ իրավասություն չունի։ Նաև մի բան էլ եմ ուզում դատարանի ուշադրությունը հրավիրել։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ քանի որ հայցքորի ներկայացուցիչը հենց ինքը նախորդ նիստի ժամանակ վկայակոչեց, որ իրենց կողմից նշված այդ Էրիկ Եղինյան շախմատիստ վերնագրով ենթադրյալ էջը այլևս ջնջվելու եւ գոյություն չունի, հետեւաբար եթե նույնիսկ դատարանը հարցում էլ անի ոչ թե այդ չգիտեմ ինչ մեթա ասեցին, ինչ ասեցին, դրանով եթե հարցում էլ անի, որևէ տեղեկատվություն հնարավոր չէ այդտեղ պահպանված լինի եւ այնուամենայնիվ եթե դատարանը կբավարարի հայցքորի ներկայացուցչի ակնհայտ անհիմն եւ իմաստազուրկ միջնորդությունը, ապա ես դատարանից պահանջում եմ, որ հարցումը դատարանը անի ոչ թե ինչ որ ենթադրյալ հավելվածի, որը կոչվում է մեթա, այլ հենց դատարանը ինքը պաշտոնապես գրություն հաշվագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական հատուկ ծառայություններին, նույն ՀԴԲ-ն, հետաքննությունների դաշնային բյուրոն, նրանց է պատկանում այս ամեն ինչը, նրանք են միայն իզոլայ տեղեկատվությունը տալ, միայն այդ ճանապարհով հարցումը կատարի, եթե դատարանը կբավարարի հայցքորի ներկայացուցչի անհիմն միջնորդությունը, ապա հիմա ես պահանջում եմ, որ դատարանը հարցումը անի պաշտոնապես դիմելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին, այլ ոչ թե դիմի ինչ որ անհայտ ծագման ինչ որ մեթա հավելվածի։ Չգիտեմ, օրինակ արհեստական բանականությունը, նույն ChatGPT, չգիտեմ ինչ հարց տալիս ես, կարող է ինչ-որ անհեթեթ պատասխաններ տան քեզ, դա չի նշանակում, որ դա ճշմարտությունն է։ Զուտ հիմնվել արհեստական բանականության կողմից տրամադրված տեղեկատվության վրա, դա ողջամիտ չէ։ Այդ իսկ պատճառով հիմա ես էլ սա եմ միջնորդում, որ եթե դատարանը կբավարարի հայցքորի ներկայացուցչի ակնհայտ անհիմն միջնորդությունը, ապա պահանջում եմ հարցումը անել պաշտոնապես, որ դատարանը ինքը պաշտոնապես դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին։ Նաև նշեմ, որ ես բազմիցս առնչվելով քրեական ոլորտի հետ կարող եմ փաստել, որ նմանատիպ դեպքերում Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին որևէ տեղեկատվություն չեն տրամադրում, այն հիմնավորմամբ, որ նման տեղեկատվությունը կարող է տրամադրվել Հայաստանի իրավապահ մարմիններին միայն այն դեպքում, եթե առկա է ահաբեկչության առնչվող քրեական վարույթ։ Այսինքն հակաահաբեկչական պայքարի շրջանակներում միայն կարող է այս ինֆորմացիան տրամադրվել ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, այն էլ միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված քրեական վարույթներով։ Ուստի եթե նույնիսկ դատարանը պետական ռեսուրսներ վատնի, պաշտոնապես դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին հիշալ տեղեկատվությունը տրամադրելու ակնկալիքով, ապա միևնույն է Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները, պետական կառույցները որևէ նմանատիպ տեղեկատվություն քաղաքացիական վարույթի շրջանակներում դատարանին չեն կարող տրամադրել։ Ոստի նաև այդ հիմքով դատարանին միջնորդում եմ, խնդրում եմ հայցքորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել ակնհայտ անհիմն եւ իմաստազուրկ լինելու պատճառաբանությամբ։ Ուրեմն հայցքոր կողմը հարգեց դատարան, որևիցե կերպ չկարողացավ հիմնավորել, թե այդ ընկերությունը արդյոք այդ տեղեկատվությունը կարող է տրամադրել, թե ոչ, եւ իրականում այդ ընկերությունը մեթան ինչ-որ ընկերություն սպասարկում է Facebook-յան այդ օգտատերերի ID-ների եւ մեյլերի վերաբերյալ ինֆորմացիա, թե ոչ, եւ հստակ չհիմնավորվեց, թե այդ դեպքում, եթե դատարանը ռեսուրսներ վատնի եւ դիմի այդ ընկերությանը, որպեսզի տեղեկատվություն տրամադրվի, արդյոք այդ ընկերությունը պատրաստ է տեղեկատվություն տրամադրի, թե ոչ։ Ոստի գտնում եմ, որ միջնորդություն պետք է նարդի։ Հնարավոր տարբերակ է, որ եթե կողմը
ժամանակ ուղղակի անհրաժեշտությունը կգոյի այդ միջնորդության, որտեղ ստացվում է փաստը հաստատված։ Ինչ կարծիք եք, որ դատարանների միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնի, պատասխանատու դիրքորոշում արդյոք ցուցմունք տալու առաջարկը դատարանի վերջինս ընդունում է թե չի ընդունում, ցուցմունք տալու ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ թե ցուցմունք չի տալու, եւ եթե ցուցմունք տալու է, այն նաեւ ցուցմունքը լսելուց հետո պատասխան միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե օրինակ վերցնենք, վերևս վերաբերյալ որոշում չկայացնի, բայց եթե որոշենք բավարարել ներկայացված միջնորդությունը, ըստ ումա բոլորս նաեւ հայցքի կողմը հասկանում են, որ դա բավականին երկար տևող պրոցես է լինելու, մինչև դատարանը համապատասխան ապացույցները համապատասխան ընկերությունից ձեռք բերի։ Իսկ այս պարագայում, եթե կողմը իհարկե ընդունեց առաջարկը ցուցմունք տալու եւ տվեց ցուցմունքներ, մենք ունենանք արդեն այն տվյալները, որոնք երկելու կամ համար համապատասխան միջնորդությունը հայցքը կարող է ներկայացնել։ Դրա դեմ որևէ առարկություն ուներ։ Հարգելի նստած կարշում տաղցուկը ներկայացնում մեր հայցքովի կողմի հարցերն է, եթե ուսուցումը գալու ընդունելու այդ փաստը, բնականաբար ոչ էլ մյուս հաջորդող ապացույցներից մի քանիսի անհրաժեշտությունը պետք չի լինելու ընդհանրապես, որտեղ փաստը կամարվի հաստատված։ Ուղղակի հաշվի առնելով, որ մենք իրենք ունեինք ապացույց պահանջելու դրանից օգտվում ենք ու ցանկացած բանի այդ որոշումները կարող ավելացվի, եթե դատարանը գտնում որ միջնորդության քննությունը կարող է իրականացնել նաև պատասխանողի հարցաքննություն լուծելուց հետո ես ընդհանրապես չեմ արվում դրա դեպքում։ Ընդհանրապես բան ելույթ ձեզ հարց։ Ու վերջը դրան ձեզ առաջարկել ցուցմունք տալու փաստերի վերաբերյալ վկայի ցուցմունք տալու կանոնները։ Առաջարկը դրան ընդունելու եք թե ոչ։ Հարգելի դատարան, իհարկե ես այդ հարցին կպատասխանեմ դատաքննության փուլում, քանի որ ես զրկված չեմ դատաքննության ընթացքում ցուցմունք տալու հնարավորությունից եւ ամենայն հավանականությամբ կտամ ցուցմունք դատարանում, իհարկե դատաքննության փուլում, սակայն եթե դուք հայցվորի կողմից ներկայացված կոնկրետ IP կոդերը պահանջելու միջնորդության բավարարումը կամ մերժումը, եթե պայմանավորում եք իմ կողմից ցուցմունք տալ չտալու հանգամանքով, կարծում եմ, որ դատարանի այդ մոտեցումը իրավաչափ չէ, քանի որ եթե դուք նման տրամադրվածություն ունեիք, ապա այդ դեպքում հարց առաջանում ինձ մոտ ողջամատորեն, ինչու չէիք հայցվորի ներկայացած մյուս միջնորդությունները նույնպես այդ ձևաչափով քննարկում։ Բոլոր միջնորդությունները բավարարեցիք, միայն այս մեկը որոշեցիք այսպիսի լուծում տալ, չգիտեմ, կարող եք նրանց միջնորդության քննարկումներ հետաձգել։ Մի քիչ հակասական է դատարանի այս մասով գործողությունները, չէ, բացառք չեմ հայտնում, չկա դրա այդ հիմքը։ Հիմա այն ինչ որ վերաբերում է ձեր ցուցմունք տալու ժամանակահատվածին, ասում եք դատաքննության ընթացքում, դատարանը ի սկզբանե ձեզ ասում որ դատաքննության ընթացքում տալու ցուցմունքները, բայց դեռևս մենք չենք քննարկել ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ կարգը, դրա հարցն էլ կքննարկենք, հետո նոր կորոշենք թե դու երբ եք ցուցմունք տալու կամ տալու եք թե չեք տալու։ Հիմա այս պայմաններում դուք ասում եք որ դատաքննության ընթացքում ցուցմունք տալու եք։ Ասացի հնարավոր է, այո, հնարավոր է, բայց ուրիշ բաներ էի ուզում ասեմ ես։ Հիմա իմ հարցին պատասխանեք, հետո ձեր ասելիքը կասեք։ Թե մինչև ձեր որոշում կայացնել էլի բան ունեմ ասել։ Ձեր որոշում չեք կայացնում, ցուցմունք տալու առաջարկը դատարանի, դուք ասացիք ընդունելու եք, թե չգիտեք դա ընդունելու եք, թե չէ։ Նորից եմ կրկնում, երբ որ թեվակողենք դատաքննության փուլ, ես կորոշեմ, այդ ժամանակ ցուցմունք տամ թե չտամ, նաև մի բան էլ եմ ուզում ասել, չէ։ Չէ, բայց դուք ասացիք, որ այդ հարցին կարող ենք նաև դատաքննության ընթացքում էլ անդրադառնալ, չէ՞։ Դրանից հետո ներկայացած միջնորդություն, որը դատարանքննության արդյունքում գտնում է, որ պետք է այդ հարցի պատասխանը դուք տայք այս բանին, որտեղ դրանից հետո միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել։ Դատարանը չի կարող ինձ պարտադրել, որ ես որևէ հարցի հենց հիմա պատասխանեմ։ Նաև մի բան եմ ուզում ասել, եթե նույնիսկ որոշեմ Չէ, բայց հարգելի դատարան էլի բան ունեմ ասելու։ Եթե նույնիսկ որոշեմ ցուցմունք տալես, հայցվորի վկայակոչված որևէ փաստ չեմ հաստատելու ես իմ ցուցմունքով։ Այսինքն որ դուք ասեցիք սպասենք Եղինյանը ցուցմունք տա,
միգուցե հաստատում է հայցվորի վկայակոչված փաստերը, իմաստ չկա միջնորդությունները քննարկելու, դուք այդպես ասեցիք։ Հիմա ես էլ հակադարձելով այդ ամենին պարզաբանում եմ, որ եթե նույնիսկ ցուցմունք էլ տամ, հայցվորի վկայակոչված որևէ փաստ իմ ցուցմունքում չեմ ապացուցելու, չեմ հաստատելու եւ բառացի կրկնելու եմ այն ամեն ինչը իմ ցուցմունքում ինչ որ հայցադիմումի պատասխանում եմ ես վկայակոչը։ Այսինքն որևէ փաստ չեմ ընդունելու հայցվորի վկայակոչած։ Որոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ հրապարակի հաջորդ դատականից։ Դատականին անհրաժեշտ ժամանակ ներկայացված միջնորդությունը ծանոթանալու եւ նաեւ ներկայացված ապացույցների միջնորդության դատականին ներկայացվել են դրանք ծանոթանալու։ Խնդրեմ, այլ մասնավորություններն են Աշտարները, որ որոշակի փաստի հաստատման համար կարող է նաև գործելիքի գիտելիքների անհրաժեշտություն լինել, մասնավորապես մենք բացեցինք, որ արդեն նման գործակնության տեսակ, մասնավորապես տեսակը ասեմ ջա Վերջնական գործակնություն, որը հնարավորություն այն տեքստը, որ գրված է ինչ-որ անձի կողմից, համեմատելով մեկ-այլ տեքստի հետ, որ մենք գիտենք, որ գրված է այդ անձի կողմից, արդյոք հեղինակությունն է թե ոչ։ Վերաբերյալի հաշվառումը հարկի է դրան հաշվառելով, որ տեքստը մենք ունենք, նաև ունենք այլ տեքստեր, այդ թվում են տեքստը, որ պատասխանողին իր ձեռագրով գրել ուղղակի հայցադիմում պատասխան ներկայացվածա, կարծում ենք, որ փորձագետը ուղղակի կարող է պատասխանել այդ հարցին, արդյոք տեքստը գրված է նույն անձի կողմից, նույն հեղինակն է, որ դրան հրապարակել է, թե ոչ, վերաբերյալի հաշվառումը դատարանին խնդրում ենք նշանակել հեղինակաբանական փորձակնություն եւ փորձագետին առաջադրել հետեւյալ հարցը, արդյոք Facebook սոցիալական ցանցում Երևանի շախմատի ստանալով օգտատիրոջ կողմից 28-25 թվականին կատարված հայցադիմում նշված հրապարակումը կատարվել է գործող պատասխանող Էրիկ Իգրի Երևանի կողմից։ Միևնույն ժամանակ մենք փորձակնության կենտրոն ենք նշել աշտարներով, որ մեր տեղեկությունները ունենանք այդ փորձակնության կենտրոնն է, որը իրականացնում է նման փորձակնություն, մասնավորապես նշել ենք Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ։ Հարգելի դատարան, միջնորդության դեմ առարկում եմ հետևյալ հիմնավորմամբ, քանի որ հայցվորի ներկայացուցիչը նախորդ դատական նիստում պնդեց, որ իրենց կողմից վկայակոչված Էրիկ Եղինյան շախմատիստ վերնագրով կայքէջի ջնջվել է եւ այլևս գոյություն չունի, հետեւաբար կայքէջի գոյություն չունենալու պայմաններում որևէ փորձագետ չի կարող հստակ ասել այդ նախկինում գոյություն ունեցած կայք էջում զետեղված որևէ արտահայտություն արդյոք կատարվել է Էրիկ Իգորի Եղինյանից կողմից թե ոչ, նաեւ կարծում եմ, որ նման փորձակնությունը անկարելի է նման հստակ պնդել, որ այո Էրիկ Իգորի Եղինյանը նախկինում նման մեկնաբանություն է կատարել, քանի որ այդ կայքէջը ջնջվել է, չկան ելակետային տվյալներ, նաև այդ հիմնավորմամբ կարծում եմ, որ որևէ փորձագետ չի կարող հաստատապես պնդել, որ այո Էրիկ Իգորի Եղինյանը նախկինում ինչ-որ ենթադրյալ Էրիկ Եղինյան շախմատիստ Facebook-յան էջով ինչ-որ գրառումներ է կատարել, նման հարցի պատասխանելու համար ամենևին անհրաժեշտություն չկա փորձակնություն նշանակել, քանի որ փորձակնության արդյունքում անկարելի է անհնար է նման փաստը հաստատելը կամ հերքելը։ Ուստի դատարանին խնդրում եմ այդ միջնորդությունը մերժել ակնհայտ անհիմն եւ իմաստազրկ լինելու հիմքով։ Ոչ, հարգելի դատարան, միանում եմ եւ հաստատապես ոչ մի հեղինակաբանական փորձակնություն ըստ ինձ միանշանակ չի կարող տալ այդ հարցի պատասխանը, թե այդ երկու էջերը կամ երկու նամակագրությունները վարվել են նույն անձի կողմից, թե ոչ։ Հետևաբար գտնում եմ, որ միջնորդություն ենթակա է մերժման։ Էրիկ Եղինյան շախմատիստ եւ հաջորդը Էրիկ Եղինյան YouTube-յան էջը։ Որպես փորձակնության դրամադրող նյութեր, դուք YouTube-յան համակից եք շախմատիստ։ Ես ոչ մի բան չեմ բերել։
Փորձակնության հետ չէ, դա այլ բան է ներկայացրել, այլ փորձակետը միգուցե դա էլ օգտագործի, փորձակետին նյութերի պակաս չունի, այսինքն այն բնականաբար փորձակետը չի ունենա, միգուցե նաև անհրաժեշտություն ունի, որպեսզի փորձակետը հրավիրի Էրիկ Էրինյանին փորձակնությունների կենտրոն։ Ես հստակ մեթոդները ինչպես են իրականացնում փորձակնությունը, փորձակետը ավելի լավ կիմանա, ես հստակ տեղեկություն չունեմ իրականացման կարգի մասին։ Իսկ ունեք հարգելի դատան թույլ տվեք հարց։ Իսկ ունեք պրակտիկա, որ փորձագետը միանշանակ անգամ ես բարձեցի, որ նրան փորձակնություն կարելի է իրականացնել, հեղինակաբանական, ու ինչը նաև հետաքրքիր է, որտեղ մենք հենց փորձագետին հարցրեցինք, կարծում հնարավոր է տեքստերի համադրության միջոցով բարձր հեղինակությունը, միանշանակ, այսինքն կարող է պատասխանել։ Լավ, դատան այս նշանության վերաբերյալ ևս որոշումը կայացնի առանձին հաջորդ դատականություն, դատան որոշումը նշված նշանության վերաբերյալ Այո, վերջին ապացույցները մասնավորապես հարգելի դատան նաև գծել ենք նշված պետության էջից մինչև ըստ վիճակով հրապարակում կազմված այլ հայտարարություններ, որոնք ուղղակիորեն վերաբերել են հենց դրանք Լևոնի Գավոյանին, մասնավորապես Էրիկ Էրինյան շախմատիստ օգտատիրոջ հաշվում մայիսի 3-ին իրականացրել է հայտարարություն, որոնց վերջինս նշել է ես ուղիղ եթերում հրապարակային բանավեճի եմ հրավիրում դրանք Լևոնի Գավոյանին, այդտեղ խոսել է նաև որոշակի չափով YouTube-յան էջում հրապարակված Էրիկ Էրինյանի կողմից արդեն հրապարակված որոշակի ձայնագրությանը, դա տեղադրված հրապարակմանը, որտեղ ինչ-որ կին զանգում է և Էրիկ Էրինյանին տեղեկացնում է ենթադրյալ հանգամանքի մասին, որ Լևոն Գավոյանը սպանել է ինչ-որ կենդանի։ Խոսում է նաև դրա մասին, ինչպես նաև պարոն Էրինյանը հրավիրում է այն վստահորդին հրանք օգտատիրոջ մասին է խոսքը, Էրիկ Էրինյան շախմատիստ օգտատեր հրավիրում է հրանք Լևոնի Գավոյանին բանավեճի, հարցազրույցի, այնտեղ նշված է, որ վստահ են, որ հավաստիացնում են, որ Լևոն Գավոյանը մինչև որ եթերում կանալի բանավեճի ժամանակեցին զորեղ պաստարկներով կջախջախեն Լևոն Գավոյանի առնկազմ պաստարկներ մանատիպ այլ տեղեկություններ, ինչ որ ամենավերջում հարգելի դատարան նշվում է, ես դեռ Facebook-յան պոստի մասին եմ խոսում, նշվում է իր հետ կապ հաստատելու միջոցը տրամադրվում է հեռախոսահամար, ինչպես նաև արժե YouTube-յան էջի բվում, հենց YouTube.com-ից, որը որ մենք որ ձեզ ներկայացրել ենք վերջի էջն այլ արտադրությունների և այդ YouTube-յան էջի վերնագիրը ես ուղիղ եթերում բանավեճ եմ հրավիրում Լևոն Գավոյանին։ Այս բովանդակությամբ YouTube-յան այս լինքով, որ գնում եք YouTube, եթե չեմ սպառնում ես այն հրապարակումներից այդ YouTube-յան էջի, որը այլևս չկա, այն ինչ-որ նախորդ նիստին պատասխանողը ասում է, որ YouTube-ը ինչ-որ ալգորիթմների միջոցով արդյունքում մի քանի վիդեո հանել է իր էջից, ունեք ես YouTube-յան տեսաձայնագրությունը իմ վստահողի կողմից մինչև տեսաձայնագրվել էր, այսինքն նաև տեսնում ենք այդ տեսաձայնագրությունը։ Հետևաբար այդ երկուսը ուղղակիորեն կարծում որ վերաբերում են փաստին թե ով է հրապարակել, ինչպես նաև կարող են հաստատել գործանար նշանակություն ունեցող մյուս փաստեր, դրանով այստեղ փաստերի հաստատման համար դատարանին խնդրում ենք հրանշել ապացույցները, տեսաձայնագրությունը և արտադրումները Facebook-յան էջից դիտարկել որպես զգուշող ապացույցներ։ Հարգելի դատարան, նախ ասեմ, որ ես այսօր իմ հանրային պաշտպանի համակարգչում որոշ մի քանի րոպե դիտել եմ հայցվորի ներկայացուցչի կողմից դատարանի ներկայացված տեսանյութից որոշակի դրվագներ, որպեսզի պատկերացում կազմենք, թե դա ինչ տեսանյութ է։ Ասեմ, որ այդ տեսանյութը իրականում բնականաբար ես դա չեմ վիճարկում միայն տեսանյութի մասով։ Նախկինում ես իմ YouTube-յան ալիքում ուղիղ եթերի ձևաչափով
ունեցել եմ եթեր, այսպես ասած, իմ ուղիղ եթերի ժամանակ հենց մի աղջիկ զանգահարեց ինձ եւ հենց ինքը ցանկություն հայտնեց բարձրաձայնել Հրանտ Դավոյանի կողմից կատարված որոշակի արարքների մասին։ Անձամբ ես ինքս Հրանտ Դավոյանի այդ անձի հետ կապված, կոնկրետ այդ կենթանի սպանելու հետ կապված որևէ տեղեկություն չեմ հրապարակել, այլ ընդհանրապես այդ աղջիկը հենց ինքն է զանգահարել ուղիղ եթերում ինձ եւ հենց ինքն է այդ ամենի մասին բարձրաձայնել։ Հիմա ես այդպես էլ չհասկացա, այդ տեսանյութը ինչ կապ ունի այս գործի հետ։ Մի հատ խնդրեի ինձ հստակեցնեք, էլի։ Ես հնարավոր է այդ իմ YouTube-յան ալիքում տեղադրված այդ տեսանյութը ինչ որ անձինք տեղադրած լինեն նաև Facebook-ում։ Շատ հնարավոր է, քանի որ ինչպես արդեն նախորդ նիստի ժամանակ էլ ասեցի, հիմա եւս վերահաստատում եմ, որ իմ հետևորդների, իմ ֆանակումների կողմից տարբեր սոցիալական հարթակներում բացվել են սոցիալական էջեր եւ հնարավոր է ինչ-որ մեկն էլ իմ YouTube-յան ալիքում տեղադրված այդ տեսանյութը տեղադրել է ինչ-որ Facebook-յան էջում կամ այլ էջերում։ Հիմա ուզում եմ հասկանամ, այդ իմ YouTube-յան ալիքում տեղադրված այդ տեսանյութը, որում նույնիսկ այս գործի հետ կապված ոչինչ չի էլ բարձրաձայնվում, դա ինչ կապ ունի այդ YouTube-յան ալիքում մարկա տեսանյութը այս գործի փաստական հանգամանքների հետ։ Խնդրեի հստակեցնեք։ Ասում եմ, տեսեք, ներկայացված հայտարարությունը, որ ողենք իհարկում ենք զրպարտություն պարունակող արտահայտությունները, այնտեղ խոսքը գնում հենց հումորի դիմաց կենդանիներին, եթե ճիշտ եմ հիշում, հենց սպանելու մասին, ընդ որում նույն ու ինչ անընդհատ այդ հայտարարության մեջ նշվում է հետևյալը ինձ հայտնի հավաստի աղբյուրներից լսել եմ, որ ու ներկայացնում է այս ինֆորմացիան։ Այդ ձայնագրության մեջ ինչ-որ կինը, որ հրաժարվում է ներկայանալ, ցանկում է ու տեղեկություն տրամադրում է մասին, որ իր տեղեկություններով էլի, թե հաստատական չեմ հիշում բովանդակին ինչ է, որ Հրանտ Դավոյանը սպանում է կենդանիներին։ Սա մեր համար կրկին ևս մեկ ապացույցային մասին, որ հնարավոր է այն ինֆորմացիան, որը Facebook-ում հրապարակվել է, հենց կատարել է պատասխանող Էրիկ Եղինյանը, իսկ հավաստի աղբյուրը վերջինիս կողմից YouTube-յան էջը վարելու ընթացքում այլ կնոջ կողմից զանգված հայտնած տեղեկատվություն։ Բացի այդ, հետևաբար նշանակում է, որ Էրիկ Եղինյանն ավելի գիտեր Հրանտ Լևոնի Դավոյանի մասին։ Երբ որ առաջին նիստին վերջինս հրապարակում էր, բայց ինչ գիտեք, որ իմ ասածը վերաբերում է հենց ձեր Հրանտ Դավոյանին։ Ասեմ ավելի Facebook-յան post-ի մեջ, ես որ դրացնել, որ են հայրանում կա, այսինքն ակնհայտ է, որ post-ը վերաբերում է հենց իմ մշտական մասին։ Միայն ժամանակ կարելի է գնալ ասում, այդ post-ը ուղղակիորեն գրում է պարունակում այդ YouTube-յան էջի հենց այդ հղմանը, դրանում արկա է հեռախոսահամար, թե կարող եք զանգահարել ինձ այս ինչ հեռախոսահամար։ Ինչպես նաև ամբողջ տեքստը գրված է ուղիղ լենքով, ինչը ևս ապացույց է։ Այդքան հարկ։ Թույլ կտաք մի բան ասեմ, հարգելի դատարան, ինչ վերաբերվում է իմ հեռախոսահամարը, ինչ որ Facebook-յան էջում նշված լինելուն, ասեմ, որ Էրիկ Եղինյան շախմատիст վերնագրով իմ YouTube-յան ալիքում բոլորին տեսանելի եղանակով ես ինքս եմ հրապարակել իմ հեռախոսահամարը, կրկնում եմ YouTube-յան ալիքում ես ինքս հրապարակել եմ իմ հեռախոսահամարը, դա բոլորի համար տեսանելի է, հետևաբար չի բացառվում, որ ինչ-որ մեկը իմ YouTube-յան ալիքից նկատած լինի իմ հեռախոսահամարը եւ դա տեղադրած լինի ինչ-որ այլ Facebook-յան հարթակներում։ Դա չի նշանակում, որ եթե ինչ-որ Facebook-յան հարթակում իմ հեռախոսահամարը նշված է, ուրեմն դա պարտադիր ես եմ նշել այդ հեռախոսահամարը, նման բան չկա, նորից եմ կրկնում, դատարանը նույնպես կարող է համոզվել դրանում, մուտք գործելով իմ YouTube-յան ալիք, Էրիկ Եղինյան շախմատիст վերնագրով, այդտեղ հստակ բոլորին տեսանելի եղանակով նշված է իմ հեռախոսահամարը։ Նաև այդպես էլ չհասկացա, ճիշտ է, այդ իմ հարցազրույցի չէ, իմ այդ ուղիղ եթերի ժամանակ ճիշտ է, մի աղջիկ զանգահարում է ինձ եւ հայտնում ուղիղ եթերի ժամանակ, որ Հրանտ Դավոյանը գումարի դիմաց սպանում է կենդանիներին, նման արտահայտություն է անում։
Ես դրանում ինչ մեղավորություն է, որ հիմա դա վերագրեն նրան, որ Եղինյան Էրիկի YouTube-յան ալիքում եթե նման բան է հրապարակվե, հետևաբար չի բացառվում, հնարավոր է, ինքը նշեց նոր հայցվորի ներկայացուցիչը, որ հնարավոր է, որ Facebook-յան էջում էլ նման բան հրապարակված լինի։ Ասեմ, որ անձամբ Էրիկ Եղինյանս երբևիցե Հրանտ Դավոյանի վերաբերյալ նման տեղեկատվություն անձամբ ես ինքս չեմ հրապարակել, ընդհանրապես դա ինչ որ անց հենց ուղիղ եթերի ժամանակ, որը հնարավոր էլ չէր մոնտաժել, ուղիղ եթերի ժամանակ զանգահարել է ինձ եւ հեռախոսի միջոցով բարձրաձայնել է, որ Հրանտ Դավոյանը ըստ այդ աղջկա սպանել է ինչ որ կենթանու։ Այսինքն այդ տեղեկատվությունը ես չեմ հրապարակել։ Դա հենց ուղիղ եթերի ժամանակ այդ անձնավորությունն այդ աղջիկն է զանգահարել ինձ ու դրա մասին հենց ինքն է բարձրաձայնել։ Հետևաբար դա չի նշանակում, որ եթե իմ YouTube-յան ալիքում նման բան է բարձրաձայնվել, դա չի նշանակում, որ ինչ-որ Facebook-յան էջում էլ պետք է նման բան Էրիկ Եղինյանս բարձրաձայնած լինեի անձամբ ես ինքս։ Վերահաստատում եմ, որ անձամբ ես ինքս կոնկրետ Facebook-յան էջով երբևիցե նման արտահայտություններ Հրանտ Դավոյանի վերաբերյալ ամենևին էլ չեմ վկայակոչել, այլ ընդհանրապես իմ YouTube-յան ալիքում եթե հեռարձակված տեսանյութում այլ անձնազանգահարել ինձ եւ ուղիղ եթերի ժամանակ հենց ինքն է այդ մասին բարձրաձայնել, որի հետ ես որևէ առնչություն չունեմ, տեսանյութը եթե դատանը դիտի, կհավաստիանա իմ խոսքերի ճշմարտացիության մեջ։ Այնուհետև կողմերը կարող են ապացուցների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել հարցությունների հետևում կներկայացնել։ Նաև այլ ուշնորհություններ հայցվող կողմի վերաբերյալ Ուշնորհության բացանել արվել դատան, մենք ցանկանում ենք ուշնորհել որպեսզի սյունգործող պատասխանողին հարցակնենք նախնական դատական նիստերի ընթացքում հայցի ապահովման տեսքով ապացույցի ապահովման տեսքով հաշվի առնելով, որ ինչ ասում ապացույցի ապահովման դիտասն, եթե ապացույցի ձեռքբերման դժվարություն կարող առաջանալ կամ անհնարինություն, կամ հնարավոր է ավելի հավաստի տեղեկություններ նման կերպ ձեռքբերել, ցանկալի է օրենսդիր հնարավորություն տալիս իշխանության արտադրության պայմաններում առանձին ապացույց ապահովել, ինչի իրենից ենթադրում է մինչև դատականության փուլը այդ ապացույցի հետազոտում, ապացույցի ապահովումը հենց դա։ Դրանով պայմանավորված հետևյալ նշանակությունն է, մասնավորապես Էրիկ Եղինյանին հարցակրնել ապացույցի ապահովման կարգով, այսինքն նախնական դատական նիստերի ընթացքում, կամ էլ հաշվի առնելով, որ դատարանը տվյալ դեպքում երկու միջնորդությունների կայացումը հետաձգեց պայմանավորելով ընտրաշնորհի կողմից որոշման Էրիկ Եղինյանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու կամ դրան համաձայնելու հետ, կարծում եմ կարող ենք դրա փոխարեն նաև սահմանել ապացույցների հետազոտման կարգի ձևով, այսինքն առաջինը թող ցուցմունք տա պատասխանողը, այնուհետև անցնենք մյուս ապացույցների հետազոտմանը եւ ապացույցների ձեռք բերելու ուղղված մյուս միջնորդությունները։ Արգելի դատան դրա դեմ նույնպես առարկում եմ, քանի որ ես դատական նիստում ամենևին էլ հաստատապես չպնդեցի, որ ես պետք է ցուցմունք տամ։ Ես ասեցի գործի դատաքննության ընթացքում ես ինքս կորոշեմ իմ կողմից ցուցմունք տալ չտալու նպատակահարմարության հարցը։ Հնարավոր է ցուցմունք տամ, հնարավոր է ցուցմունք չտամ, այսինքն դա իմ իրավունքն է, ոչ թե իմ պարտականությունը։ Եվ նորից վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Գործի դատաքննության ընթացքում ես կորոշեմ ցուցմունք տալիս եմ, թե չէ, եւ հայցվորի ներկայացուցիչի կողմից նշված ապացույցների հետազոտման կարգը սահմանելու վերաբերյալ միանշանակ առարկում եմ, քանի որ դատան արդեն իսկ այդ հարցին անդրադարձել է։ Լրացնելու նաև խնդրեի, ես այսօր իմ հանրային պաշտպանին խնդրեցի, որ ինքը տպի եւ ինձ հանձնի հայցվորի ներկայացուցիչի կողմից էլեկտրոնային եղանակով դատանին ուղարկված բոլոր փաստաթղթերը, մինչդեռ վերջինս ինձ ասեց, որ այս պահին համակարգը ծանրաբեռնված է, հնարավոր չէ որևէ փաստաթուղթ այդ պահին տպել եւ ինձ հանձնել, ուստի քանի որ նախկինում
այս գործով դատարանը մշտապես ինձ հայ փոստի միջոցով մշտապես դատարանը ինձ ուղարկել է բոլոր փաստաթղթերի պատճենները, ուստի դատարանին միջնորդում եմ, խնդրում եմ, որպեսզի դատարանը փաստաթղթային տարբերակով հայ փոստի միջոցով անձամբ ինձ ուղարկի հայցվորի ներկայացուցչի կողմից այսօր դատարանին ներկայացված բոլոր փաստաթղթերը ամբողջությամբ բացառությամբ տեսանյութից, քանի որ տեսանյութի մասին ես ինքս տեղյակ եմ, որովհետև ես եմ այդ տեսանյութում խոսում։ Դա չի բացում։ Բացում, հենց այս բացում համակարգը բացա եւ աշխատում է եւ պատշաճ աշխատում է, հենց այս բանը աշխատում է պարոն այնպես որ նախորդ դատականից մինչեւ այսօր դուք ժամանակ ունի այդ առաջինը ձեր ներկայացուցիչը ունի հասանելիությունները արտադրության համակարգին, հետեւաբար բոլոր փաստաթղթերը ունեն բանվացիան իրեն հասանելի են, ձեր ներկայացուցիչը հանցանալու ներկայացուցիչ կարող դրանց ձեզ ծանոթացնել, բացի դրանից դատարանը ձեզ արդեն պարզաբանեց, որտեղ ինքները կարող եք դիմումներ կատարել դատարանին եւ խնդրել, որպեսզի դատարանը ձեզ տրամադրի հասանելիությունը էլեկտրոնային արտադրության համակարգում, որի պայմաններում դուք հնարավորություն կունենաք ներկայացնել բոլոր փաստաթղթերին եւ ապացույցների ինքնուրույն ծանոթանալ եւ ձեր փաստաթղթերը ներդրել։ Միայն հեռախոսով հնարավոր է, միայն հեռախոսով հնարավոր է հասանելիությունը։ Եվ համակարգչով բոլորովին կարող եք ներբեռնել եւ ծանոթանալ բոլոր ներկայացված փաստաթղթերին։ Եթե ունենաք հասանելիություն, նորից եմ դեպքում, ուզում եք ունենալ։ Այո, դատարանին ներկայացրեք միջնորդություն, գրավոր գրասենյակի միջոցով, կից ներկայացրեք ձեր մեկնեցման քարտի։ Չունեմ մեկնեցման քարտ։ Ուրեմն սոցիալական քարտի պատճենը ներկայացրեք, որպեսզի դատարանը կարողանա ձեզ տրամադրի հասանելիություն էլեկտրոնային արտադրության համակարգում, որտեղ ձեր գործողությունները կատարել եւ ծանոթանալ բոլոր ներկայացված։ Էլեկտրոնային արտադրության պարագայում դատարանը ձեզ ապացույցները ուղարկելու պարտականություն, որպես այդպես ունի, հատկապես հաշվի առնելով, որ ձեր ներկայացուցիչը համակարգին հասանելիություն ունի։ Հետևաբար ձեր կողմը զրկված չէ ապացույցների ծանոթանալու, դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն։ Ուստի դատարանը դրանք չի արտադրելու համակարգից եւ ձեզ էլեկտրոնային այլ փոստի միջոցներով չի ուղարկելու։ Ձեր դատավարական իրավունքները իրականացեք պատշաճ։ Ինչ վերաբերում է ապացույցի ապահովմանը, հիմա հայցվորի դիրքորոշումը դատարանի համար պարզ չէ։ Հիմա պահանջում եք ապացույցի ապահովմանը որպես ապացույցի ապահովում նախնական դատականություն պատասխանող հարցադրությունների դատարանը իրականացնի, թե պահանջում եք, որպեսզի դատարանը ապացույցների հետազոտման հավաքականությունը այնպես բաշխի, որ նախնական դատական նիստում պարոն հարցադրվի ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ։ Հարգելի դատարան, հաշվառնալով որ ցանկություն չկա դատական գործը ևս մեկ նիստով ծանրաբեռնել, իսկ այդ ապահովման դեպքում կլինի, կարծում եմ, եթե դատարանը առաջին ապացույցների հետազոտությունը սկսի իրենց պատասխանողի հարցաքննությունից, մեր համար դա ընդունելի տարբերակ կլինի, այն ժամանակ չընդունվի ապացույցի ապահովել, քանի որ մյուս պատասխանները, մասնավորապես երկու միջնորդությունները, մեդայից ստացվող տվյալները, մեկ էլ փոխսակնությունը, հաշվառնալ, որ դատարանը դրանց քննությունը հետաձգեց, հետո դրա պատասխանները մենք չենք ունենալու այն պահին, երբ որ պատասխանողը հարցաքննվելու է։ Պարագայում մեր համար ընդունելի է միայն ապացույցների հաջորդականությունը սահմանելից առաջինը, հենց առաջին սահմանը պատասխանողի հարցաքննությունը։ Այս միջնորդության վերաբերյալ կա դիրքորոշում այդ հայտնված նրանց, որ հայտնեցիք։ Ոչ, արդեն հայտնել եմ, ավելացնելու բան չունեմ։ Մինչ այս դատարանի ներկայացված ապացույցների թույլատրելիության վերաբերյալ հարցերի դիրքորոշում Ոչ արվի դատան։ Գրացիչ այլ միջնորդություններ ապացույցներ չունեք ներկայացնում։ Ամբողջը ներկայացրեց։ Շատ պարոն Երևանյան, դուք դատարանի ներկայացված այս պայմաններության ապացույցների թույլատրելիության վերաբերյալ Այո, ունեմ, քանի որ
հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ես վիճարկում եմ իրավայցորեն, քանի որ դրանք վավերացված չեն նոտարական կարգով, ասեմ ավելին, այս պահի դրությամբ արդեն իսկ առկա է նորի հայդեկած հանգամանք, դատավոր Տարոն Թադևոսյանը նույնպես հիմնավորված համարելով քննիչ եւ դատախազի վարույթային ակտերի դեմ բերվածին բողոքը պարտավորեցրել է քննիչին եւ Լոռու մարզի դատախազությանը Հրանտ Դավանի կողմից Լոռու մարզի ընդհանրավասության դատանին սույն գործի շրջանակներում ներկայացված ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հետ կապված խարդախության փորձի, այսինքն քրեական օրենսգրքի 255 հոդվածի 2-րդ մասով եւ ենթադրյալ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու, այսինքն քրեական օրենսգրքի 457 հոդվածի հատկանիշներով դատարանը պարտավորեցրել է դատախազությանը եւ քննիչին Հրանտ Դավանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ, հետեւաբար նաեւ այդ հանգամանքներով պայմանավորված ես եւս մեկ անգամ վիճարկում եմ Հրանտ Դավանի կողմից իր հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի իսկությունը եւ նաեւ վիճարկում եմ այդ փաստաթղթերի թույլատրելիությունը, ուստի դատանին միջնորդում եմ Հրանտ Դավանի կողմից իր հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը ճանաչել անթույլատրելի ապացույցներ, իսկ ինչ վերաբերվում է հայցվորի ներկայացուցչի կողմից այսօր դատանին ներկայացված փաստաթղթերին, ապա ինչպես արդեն նշեցի, ես այդ փաստաթղթերին ծանոթացել եմ հպանցիկորեն, ամբողջությամբ ինձ հասանելի չէ այսօր դատանին ներկայացված փաստաթղթերի բովանդակությունը եւ հետեւաբար այդ այսօր ներկայացված փաստաթղթերի թույլատրելիության, անթույլատրելիության հետ կապված ես դիրքորոշում կհայտնեմ միայն այդ փաստաթղթերին անձամբ ես ինքս ամբողջությամբ ծանոթանալուց եւ մանրակրկիտ վերլուծելուց հետո։ Ապացույցների հետազոտում հաջողականության վերաբերյալ որից հետո հետազոտենք գործում առկա գրավոր ապացույցները, իսկ հաջորդական մյուս ապացույցները արդեն կանգնող ապացույցն անշրջված հանցորդում տալուց մնացածի մասով արդեն քննարկենք բանից հետո, վերջինիս լուծում տալուց հետո մյուս միջնորդությունները ներկայացնելով այսինքն ճիշտ հասկացա, դատարանը որ նախնական դատականիստների ցուցմունքը, եթե կտացուցիչ իհարկե ներժայություն տալուց, այնուհետև նոր անդրադառնանք այն հետաձգված միջնորդություններին, որը դատարանած միջնորդություններ վերաբերյալ որոշում կայացնի, իսկ այնուհետև դատականության ընթացքում լսենք հոդվածների ցուցմունքները եւ հրապարակենք հետազոտում գործունապեր դրող փաստաթղթերը։ Հարգելի դատարան, ուրեմն առնվեց համակարգում ձեր կողմից ներկայացված միջնորդությունը եւ կից փաստաթղթերը թվագրված է 25/11/2025 թվական։ Այո, 10:47։ Հա, եկել են ներկայացրել եւ այս ժամանակահատվածում որևիցե բան չեք ներկայացրել, այսօր առավոտյան հիմնական այն շեշտը դրված միջնորդությունները, որոնք որ պնդում եք, այսօր եք ներկայացրել, բնականը ներկայացրել են սկզբում 24/11/2025 աշխատանքային օրվա, այո, աշխատանքային օրվա ավարտին։ Այո, հարգելի դատարան, եւ բնականաբար կողմը ներկայացել է, որպեսզի ներկայանանք դատական նիստի, տեղեկացրել եմ եւ 12:30-ից գրասենյակում փորձել եմ ծանոթացնել ապացույցներին, որքանով էլ որ տեղեկացված եք, համակարգը այսօր բավականին վատ էր աշխատում, հետեւաբար այդ վերբեռնման ընթացքը փաստաթղթերի բավական երկարատև էր տևում եւ ոչ բոլոր ապացույցներին բնականաբար հասցրեցինք միշտ դատական նիստը ծանոթանալ, հետեւաբար ապացույցները ամբողջությամբ կծանոթացվի կողմին, պատասխանողերի Գեղինյանին, նաև ուրեմն կարտատպվի համակարգից կտրամադրվի իրեն, իսկ այդ ապացույցների մասով հարգելի դատարան միգուցե ասելիք ունենան կամ ապացույցներին վերաբերող որոշակի փաստեր ներկայացվի դատարանին, այս հիմքով գտնում եմ, որ այսօրվա դատական նիստը, եթե հնարավոր է, պետք է հետաձգենք եւ հաջորդ դատական նիստին արդեն ապացույցները եւ կողմի տրամադրված կլինի ամբողջությամբ եւ ասելիք կունենանք եւ դատարան եւ կողմը։ Համենը դատարանը քննարկում էր ապացույցների հետազոտման
չէ, սա ես ուղղակի հայտարարության տեսքով ոչ հարգել։ Ես ունեմ եւս մեկ անգամ ցանկանում եմ դատանին վերահաստատել, որ հայցվորի ներկայացուցիչը չի որոշում, թե երբ պետք է ցուցմունք տամ, դա որոշում եմ ես արդեն իսկ իմ որոշումը կայացրեցի։ Ձեր կարծիքն է դատանը հարցնում, ինչ հերթականությամբ դատանը հետազոտում։ Ես ասեմ, քանի որ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ Էրիկ Եղինյանի կողմից ցուցմունք տալ կամ չտալու հարցը քննարկել նախնական դատական նիստի ընթացքում, այդ մասով ես առարկում եմ եւ վերահաստատում եմ, որ ես այդ հարցին կանդրադառնամ միայն գործի դատաքննության ընթացքում, քանի որ ես զրկված չեմ գործի դատաքննության ընթացքում ցուցմունք տալու հնարավորությունից եւ վերստին վերահաստատում եմ, որ նախնական դատական նիստի ընթացքում ես ցուցմունք չեմ տալու, ուստի դատանին միջնորդում եմ սահմանել ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը։ Մնացած մասով բացառությամբ ինձ հարցաքննելու մասով, մնացած մասով թողնում եմ դատանի հայեցողությանը, թե ինչ հերթականությամբ, ինչ հաջորդականությամբ կորոշի դատան ապացույցների հետազոտումը, իսկ իմ կողմից ցուցմունք տալ չտալու մասով միջնորդում եմ, որ այդ հարցին անդրադառնալ գործի դատաքննության ընթացքում, այլ ոչ թե նախնական դատական նիստի ընթացքում, քանի որ նախնական դատական նիստի ընթացքում ես ցուցմունք չեմ տալու։ Արձանագրում է, որ պատասխանատը ինքը պետք է որոշի ցուցմունք տալիս ապացույցային հետագապաստերի վերաբերյալ, թե ցուցմունք չի տալիս։ Ընդ որում պատասխանատը զրկված չի ցուցմունք տալ մինչև գործի քննության ավարտ, մինչև կավարտենք գործի քննությունը, գուցե եւ դատավարության որևէ փուլում սկզբում մասի չեմ ցանկանում ցուցմունք տալ ապացույցային հետագա փաստերի վերաբերյալ, բայց ինչ-որ մի պահի է փոխել այդ դիրքորոշումը եւ ցանկություն հայտնել ցուցմունք տալ ապացույցային հետագա փաստերի վերաբերյալ։ Ըստ այստեղ այդքան կարևոր չի իրան նախնական դատական նիստում կհարցաքննենք, թե կհարցաքննենք դատաքննության ընթացքում։ Ըստ դատանը այս պահին չի սահմանում ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նաեւ հնարավորություն տալով պատասխանատուն նշեց, որ 2 օր է միշտ ներկայացնում հասարակել, թող ծանոթանա ներկայացված ապացույցներին, նաեւ մեկ անգամ եւս քննարկեն ցուցմունք տալու իրենց ցանկությունը, պատասխանատու քննարկի իր ներկայացուցիչի հետ եւ հաջորդ դատականություն դատարանի հստակ դիրքորոշում ներկայացնի ցուցմունք տալու առաջարկը դատարանի ընդունում պատասխանատու թե չի ընդունում։ Սրանից կախված են բազմաթիվ հարցեր։ Եթե ընդունում եք ցուցմունք տալու առաջարկը դատարանին եւ ցուցմունք եք տալիս, որի արդյունքում հետքում եք այցելում կարգաչած փաստերը, որ ինչ չեք համապատասխանել չպարել, այս դեպքում դատարան միջնորդությունների վերաբերյալ գուցե եւ այլ որոշում կայացնի։ Եթե ցուցմունք եք տալիս եւ ընդունում եք կարգաչած փաստերը, այս դեպքում այդ միջնորդությունների անհրաժեշտությունը կամ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը երևի թե այլևս չլինի։ Իսկ եթե հրաժարվում եք ցուցմունք տալուց, դատարանը ինչպես նշեց, կարող է լինել նաև հետևանք, որ դատարանը ձեր հրաժարումը կնահատի որպես հայցելի ու կարգաչած փաստերի ընդունում, ինչը նաև կարող է ունենալ իր հետևանքներ։ Ըստ անհրաժեշտ է դրա մասին, թե առաջարկը դատարանի ընդունում եք եւ ցուցմունք տալու եք ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ, դուք ներկայացնեք նախնական դատական նիստում, որպեսզի նաև ձեր ցուցմունք տալու ժամանակահատվածը, որ դատարանը որոշի ապացույցների հետազոտման հաջորդականության մեջ։ Ըստ այս հարցի վերաբերյալ եւս դատարանը որոշումը կկայացնի հաջորդ դատական նիստում կողմի դիրքորոշումը լսելուց հետո։ Այս պայմանությամբ կողմերից որևէ մեկը լրացուցիչ ներշնչություններ ապացույցներ ունի դատարանի ներկայացնելու։ Ոչ արժե։ Հայտարարություն ունեմ անելու, ես իմ որոշումը արդեն իսկ կայացրել եմ ցուցմունք տալու հարցին։ Ես քանի որ նշեցիք, որ գործի միջև դատաքննության ավարտը պատասխանողը իրավունք ունի ցուցմունք տալ կամ չտալ։ Այդ իսկ պատճառով ես միայն գործի դատաքննության ընթացքում եմ որոշում կայացնելու ցուցմունք կտամ թե ոչ։ Եթե նույնիսկ որոշեմ ցուցմունք տալ, ապա բնականաբար հայցվորի կողմից վկայակոչած որևէ փաստ չեմ ընդունելու եւ ամբողջությամբ ընթերցելու եմ իմ հայցադիմումի պատասխանում իմ կողմից վկայակոչված փաստերը։ Դա է լինելու իմ ցուցմունքը։ Դատարանը այս որոշում է գործ քննություններ, հետազոտում է քանորից կողմը անհրաժեշտ է որ պատասխանատու կողմը
անդրադառնալ ներկայացված հաղորդումներին եւ նաեւ համապատասխան դիրքորոշումներ դրական ներկայացնել քննարկող հարցերի վերաբերյալ այս ինքնորոշումների հետագայում են գործող հաջող դատականություն նշանակում է 5 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 15:30 դատականիստը Ժամը 15:30 դեկտեմբերի 11 ժամը 15:30 Չկա հարցություններ դատականիստը հայտնի